Այսօր մեր տարվա վերջի օրն է, 25 թվականին ճանապարհ ենք դնում։ Իհարկե, ոնց որ մեր մարդկանց համար է այդ օրացույցային տարվա, չէ, տենց երկրագունդը տենց չի մտածում, ինքը ուղղակի պտտվում է։ Աստվածել այդպես չի մտածում, որովհետև ինքը լրիվ ուրիշ օրացույցով աշխատում, իր օրացույցով, իր ժամանակի կարգով, իսկ որ Աստված ժամանակարկ ունի, այդ հաստատ է, երբ որ Հիսուսին հարությունից հետո աշակերտներն ասին, «Ոյ Տեր, всё, հարություն է սարի վերջ, ինչ էիր ասում, այս հռոմեացի բան, Իսրայելի թագավորությունը, վերացնենք այդ հաստատենք թագավորությունը»։ Տեր ասես, ձեզ չի տրված իմանալ ժամներ ու ժամանակներ, որ Աստված իր կառավարության մեջ հաստատեց, տենց ասած։ Աստված ունի իր հաստատած ժամանակարկը, ամեն ինչ կլինի ճիշտ իր ժամանակին։ Հրամանը պիտի պատմեմ, չէ, Տեր ասեց դու իմ որդին ես, այսօր քեզ ծնեցի, այդ հրաման կա, օր կա, ամեն ինչի ժամանակ կա Աստծո մոտ։ Ու մեր կյանքում ամեն ինչ իր ժամանակը ունի, փառք Աստծո։ Բայց տարիները, որոնք թռել են Աստծո հետ, լավագույն տարիներն են, փառք Իրան։ Ի վերջո մեզ սպասում է անժամանակ հավիտենությունը, որտեղ էլ տարի ժամանակ չի լինելու։ Այո, մեր շուրջը բանա, ժամանակային, մարդկային, քաղաքական, տնտեսական իմաստով խառնաշփոթ է, ու եթե ինչ-որ մեկը գոնե մի քիչ տենց ասած խաբար է այս աշխարհից, ընկալում է, հասկանում է, որ ի վերջո աշխարհը դեպի քաոս է գնում։ Ամեն առումներով, հա, մենք մի քիչ Կովկասի լեռներում տենց մեր համար մի քիչ լրված այդքան չենք նկատում, բայց այնտեղ ներքևում բավականին բաներ են կատարվում։ Ու ես չեմ ուզում հատուկ ձեզ ծանրաբեռնեմ դրանով, բայց փաստն այն է, որ աշխարհը կամաց գալիս է իր քաոսին, ու քաոսը իր նպատակը ունի։ Նախ ամեն ինչ սկսում է ազատության ձգտումից առանց օբյեկտիվ սկզբունքների։ Դա էմանսիպացիայի շարժումներ, չգիտեմ, ֆեմինիզմի շարժումը, սեքսուալ հեղափոխություն, ազատություն կոչվածը, այդ բոլոր այդ ազատությունները, որոնք սկսեցին քանդել, խախտել աստվածային կարգը մարդկային հասարակության համար, ի վերջո նաև բերեցին նրան, որ մասամբ նաև աջակցված, որ ամբողջի կարծիքը ավելի կարևոր է, քան մասնագետինը։ Հետո նայեք, այսօր ավելի շատ նայում են, թե ով ինչ, չգիտեմ, բան է տալիս, օձիվ է տալիս, հայերեն ասած, չէ, քան իրականում մասնագետներն ինչ են ասում դրա համար։ Այս որը գալիս է նորից օբյեկտիվ ճշմարտության իրականության նսեմացումից։ Մարդիկ խառնվել են արդեն տղա, աղջի, գենդեր, հա, չեն պատկեր, չեն հասկանում, փոքր երեխաներին, փոքր տարիքից արդեն ստիպում են փոխել իրենց բնածին, հա, կենսաբանական սեռը եւ այլն։ Մենք մեծ քաոսի ենք կանգնելու, իսկ քաոսը բերում է նրան, որ քաոսը ստիպում է փնտրել լուծում, որտեղ հայտնվում են տիրանները, ովքեր խոստանում են ապահովություն ու խաղաղություն։ Եվ ինչ որ Աստվածաշունչը ասում է, չէ՞, այդ վերջին իշխանության համաշխարհային հայտնության մասին, ինքը պետք է լինի ու ամեն ինչ գալիս է դեպի դա ի վերջո։ Իհարկե դա դիմական, խոստանում է խաղաղություն, ապահովություն, եւ Պողոս Առաքյալը Թեսաղոնիկեցիներին նամակում ասում է, երբ որ այդ ասեն, որ վերջ խաղաղություն, ապահովություն է, վերջն է գալու, որովհետեւ դա վերջի ժամանակն է։ Մարդկության մեծ մասը, ամբողջը իրականում անտեղյակ է եւ ընդհանրապես գնում է հոսքի հետ, բայց մենք որպես Աստծո մարդիկ, ովքեր մի հատ կարևոր առավելություն ունեն, մարդիկ, ովքեր պատմությանը, երևույթներին, իրականությանը դիտում են այդ հեղինակի տեսանկյունից, մեկի, որը ճիշտ ոնց որ կարծես ինչ-որ ֆիլմ է նկարահանվում, չէ՞, ունենք մեր մեջ ռեժիսորներ, դերասաններ, շատ անգամ ամբողջ պատկերը մենակ ռեժիսորը գիտի ինքը ինչ է ուզում ստանալ, չէ՞, կամ ինչ կա այդ ֆիլմում, որ դետալ ինչի համար է, ինչի այս պահին այս
ինչ որ խաղ եղավ, կամ ինչ որ դետալ եղավ, ինչ որ բան մցրեցին, դրանք ոչ մի բան պատահական չի, հա։ Ռեժիսուրայում ամեն դետալը կարևոր է, սկսած հագուստից, արտաքինից, ֆրազաներից եւ այլն։ Երբ որ դուք դիտում եք այդ ֆիլմը, կարող է չհասկանաք ինչա ֆիլմի իմաստը, հա, ընթացքում։ Իսկ ֆիլմը վերջանալ շատ մարդիկ չեն հասկանում ֆիլմի իմաստը, ինչ էր այն իմաստը, որը ունի ռեժիսորը։ Մանավանդ այսօրվա ֆիլմերը։ Ու երբ որ խոսում ես հեղինակի հետ, հա, հեղինակը մեկ բացատրում է, ռեժիսորը ասենք բացատրում է ինչա ֆիլմի իր իմաստը, մեկ է, հա, ամեն ինչ իմաստա չես տանում։ Դրա համար սա այսպես ասեց, դրա համար նա այնպես վարվեց, չէ՞։ Ոնց որ հեղինակի հայացքը, կարծիքը բացատրում է եւ լուսաբանում է ամեն ինչ։ Մենք էլ այս աշխարհին պետք է նայենք հեղինակի կարծիքով։ Բուն ֆիլմի մեջ, որի մեջ մենք գտնվում ենք, իրան դժվար է հասկանալ, պետք է հասկանալ ինչա տեսնում Աստված, հեղինակը։ Եսայի 53-ում կարդում ենք բոլորին հայտնի գլուխը, չարչարված Աստծո ծառայի, որը սիրում ենք Զատիկին կարդալ, այլ մի հատ ֆրազա կա 6-րդ խոսքը, ասում ամենքս մոլորվեցին գառների նման, կամ ոչխարների նման։ Ինչու, որտեվ մարդկային ցեղը, մարդկային տեսակը Աստված նմանացրել է գառների կամ ոչխարների։ Ոչխարը մի քիչ կոպիտ է հնչում, դա համար իմ տարբերակում մեղմացնում եմ, գառը ասում եք, գառերին սիրում ենք, չէ՞։ Թե չեք սիրում, ուտելը չէ, вообще, տենց որպես կենթանի, սիրում ենք իրանց։ Մոլորվեցին գառների նման, որտեղ մարդը մոլորվող է իրականում, սկսած Եդեմից ունենալով Աստծո հայտնությունը նույնիսկ, հա, ինչ կլինի այդ պտուղին ուտելուց հետո, մեկը մարդը մոլորվեց։ Մարդը հակված է մոլորվելու։ Դրա համար հույս դնել այս աշխարհի իմաստության վրա անիմաստ է։ Ամենահիմար բանը կլինի հույս դնել այս աշխարհի իմաստության վրա, որտեղ աշխարհը վաղուց ապացուցել է, որ իր իմաստությունը անհույս է, առանց հուսադրմանը։ Լավ է դեպքում ինչի վրա հույս դնել, հա, ինչպես գտնել ճշմարտությունը, ինչպես հասկանալ ճշմարտությունը։ Այստեղ մի հատ կարևոր հայտնություն է մեզ համար։ Աստված իրեն կոչել է բարի հովիվ։ Գառի խնդիրը էսա, ունենա հովիվ։ Որովհետև գառի խնդիրը չի, որ ինքը հասկանա գայլը ինչ ռազմավարություն ունի, չէ՞, որ ամպեց ինչա դա նշանակում փոթորիկ ալնելու թե կարկուտ, որտեղա լավագույն խոտը այս պահին, որտեղա ծաղկել, որտեղա, չգիտեմ, փոթորիկ, որտեղա ջուրը, դա գառի խնդիրը չի, չէ՞։ Համաձայն եք, որ գառի խնդիրը չի, դա ում խնդիրն է։ Դա հովի խնդիրն է։ Եվ Աստված իրեն այն անուններից մեկը, հիշում եք, որ մենք հիմա նայում ենք, ինչպես է այն անունները, որ Աստված ինքը իրեն ասոցացվել 8 անուններ, եւ դա Հիսուսի անձի մեջ իրականացել է մեր համար։ Տերը իմ հովիվն է, կամ Եհովա Ռոհի։ Սա Աստծո անուններից մեկն է։ Աստված ինքը իրեն հովիվ է կոչել։ Ու ինչ լավ է, որ ինքը հովիվ է։ Ինքը ինստրուկտոր չի, ինքը ուղղակի, չգիտեմ, Google-ում Ալեքսյանա, թե որն է, որ Apple-ում Siri-ն է, ինչ-որ բան է, օպերատորը որ քեզ օգնում է, ինչ-որ, ով, Ալիսան, ինքը հովիվն է, ինքը ուղղակի ձայն չի, որ քեզ ինչ-որ բաներ է հուշում։ Հովիվը ավելին է, քան ուղղորդում տալը կամ ինֆորմացիա ապահովելը։ Դավիթը լինելով մանկուց հովիվ եւ հետո դառնալով Իսրայելի հովիվը, թագավորը, Տիրոջ հետ ունեցած իր հարաբերությունը նկարագրեց երևի ամենալավագույնը 23-րդ Սաղմոսում, որը բոլորիս հայտնի Սաղմոս է, ու այդ Սաղմոսում ենք հանդիպում Աստծո մեր համար մի հատ կարևոր անվան։ Տերը իմ հովիվն է։ Իրականում իմ բառը չկա, գիտեք, բնագրում։ Կա Եհովան հովիվը։ Ուղղակի լավ է, որ անձնավորում ենք դա իմ հովիվն է։ Ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենալու։ Ինձ խոտավե տարոտների մեջ է պարկեցնում, հանդարտ ջրերի մոտ է ինձ առաջնորդում։ Հոգիս նորոգում է եւ իր անվան համար արդարության ճանապարհների մեջ է առաջնորդում ինձ։ Ու թեև մահվան շուքից Տերի ձորում էլ անցնեմ, չարից չեմ վախենալու, որտեվ դու իմ հետ ես։
քո ցուպը եւ գավազանդ, նրանք ինձ պիտի մխիթարեն։ Սեղան ես պատրաստում իմ առջևս իմ թշնամիների դիմաց, իմ գլուխս յուղով օծում ես, իմ բաժակս խիստ լեցուն է։ Իրոք բարերարությունը եւ ողորմությունը ինձ հետ պիտի գնան իմ կյանքի բոլոր օրերի մեջ, եւ շատ օրեր Տիրոջը տանը պիտի բնակվեմ։ Ամեն։ Այս մարդու խոսքերն են, որը իրապես խորապես ապրել է Աստծո հովվությունը իր կյանքում։ Սա զուտ գեղեցիկ ֆրազա չէր։ Դավիթը Սամոսը գրել է այդ հովվի կողմից խրատվելու կողմից, մահվան շուքի ձորով անցնելուց հետո, որտեվ Դավիթը լավ հասկանում էր ինչ է հովիվը։ Մեր այսօրվա 21-րդ դարի մարդկանց համար մանավանդ քաղաքաբնակ, հա, Երևանի մարդկանց համար մի քիչ անհասկանալի է հովիվը ինչ է նշանակում։ Մենք միանգամից կամ ինչ որ ռոմանտիկ գեղեցիկ պատկերներ ենք ունենում մեր, չէ՞, տենց Հիսուսը, գառնուկները, տենց ռոմանտիկ գեղեցիկ պատկեր ենք պատկերացնում։ Բայց իրականում այն ժամանակ, երբ որ գրվեց այս Սաղմոսը, հովիվ լինելը մի քանի առանձնահատկություն է, որ տարբեր է այսօրվա մեր ընկալումից։ Իդեպ ինչ որ մեկը իրական հովիվներ տեսել է, ու չոբան, տենց էլի, վատ անջում, բայց իրական հովիվ, ոչ թե մենք ասենք հոգևոր հովիվներ ենք հիմա շատ ես, բայց իրական հովիվ, ոչխարների հովիվ։ Ես ասեմ, անկեղծ ասեմ, մեծ իմաստություն կա, գոնե մի օր իրանց հետ ապրելու, շփվելու մեջ։ Ավելի շատ բան կսովորեն շատ հովիվներ, այսօր լավ կլներ գնային հովիվների հետ լինեն, ճոբանների հետ լինեն։ Ավելի լավ կհովվեին իրանց հոտը, եկեղեցին։ Եվ որ Աստված իրան կոչում է Եհովա Ռոհի, հովիվ, Եհովան հովիվը, պետք է հիշենք, որ այն ժամանակ հովիվ լինելը պատվաբեր չէր։ Հով ամենացածր աշխատանքն էր։ Այդ այսօր հովիվները պատվի մեջ են, տենց հովիվն է, մեր հովիվն է, հալելույա, մեր օծյալն է, պատիվ ենք տալիս իրանց, իր ընտանիքին, մեր հովի տղեն է, մեր հովի աղջիկն է, ասենց, մեր հովիվն է։ Բայց այն ժամանակ, երբ որ Աստված իրեն հովիվ կոչեց, հովիվը ամենացածր աշխատանքներից մեկն էր։ Գիշեք եգիպտացիները զզվում էին հովիվներից, օրյանները հիմնականում խաշնարած էին, հովիվներ էին։ Այսօր հովությունը դա առանձնացված հատուկ անձիկ են, որոնք իրենց կարողություններով կամ որակներով գերազանցում են տվյալ խմբի կամ հասարակության մնացած մասին։ Մենք մեր տենց է, չէ՞ գնահատական տալիս հովներին, իրանք իրանց որակներով, չգիտեմ, հատկություններով, օծությամբ եւ այն ավելին են, քան մյուս անդամների եկեղեցու։ Գիտեք, ես կարդացի ուղղակի Բառանի նկարագիրը էլիտայի համար։ Հովությունը երբեք էլիտա չի եղել, առանձնացված խումբ։ Հովությունը եղել է կեղտոտ, ցածր, համեստ աշխատանք։ Ու մարդիկ ոչ չէր գալիս, ասենք, բարեկամների մեջ, ինչ է աշխատում մեր հովիվը ինքը։ Վաու, հակառակը, հով լինելը նշանակում էր համեստ, ցածր մարդ, որը տանը չի լինում հիմնականում, որտեղ դրսերում է ինչ-որ միտեղ։ Մենք ենք սիրում, մեր այսօրվա իրականության մեջ ենք սիրում հովությունը կամ տենց դիրքը, պաշտոնը, ծառայությունը տենց առանձնացնենք, էլիտա դարձնենք։ Ու ոմանք սիրում են դա ու սարքում են, որտեղ իրենք էլ դրա պատճառով կարող են մոտիկ լինել, տենց իրանք էլ յուրահատուկ դառնան։ Հիշում եք Զեբեդեոսի որդիները, Հիսուսի երկու աշակերտները, իրանց մոր հետ մոտեցան Հիսուսին ասին. ուզում ենք թագավորության մեջ մեկս աջ կողմդ լինենք, մյուսս ձախ կողմդ լինենք։ Երևի մտածում են իրանք ամենաարժանի մարդիկ են։ Նայեցին դե Հուդան փողի հետ զբաղված, Պետրոսը անդադ անկապ ինչ որ դուրս է տալիս, Հիսուսը իրան նույնիսկ սատանա ասեց, Թոմասը ոչ մի բանի չի կարող հավատա, ամենալավ կանդիդատներն իրանք են։ Հալելույա։ Հույսը իրանց այդ բաղձանքին սառը ջուր լցրեց։ Ասեց, կարող եք խմել են գավաթը, որ պիտի խմեմ եւ մկրտվել են մկրտությունով պիտի մկրտվեմ, ասին հո կարող ենք։ Մենակ թե դու մեզ ասա նստելու ենք։ Ասեց կխմեք գավաթը եւ կանցնեք այն մկրտությունով, որ ես անցնելու եմ, բայց ով կնստի իմ աչքն ու ձախը հայրն է որոշում։
դա շնորհքով է։ Դա ձեր ջանքով, ձեր, չգիտեմ, ամբիցիայով, ձեր հաշվարկներով չի։ Մարդկանց մեջ բարձրը Աստծո մոտ պիղծ է։ Աստված սարսեցնում է մեզ, մեկը այսօր չէ, մի քանի օր առաջ մեկի քարոզն էին հայում, մի սիրեք աշխարհը, մի սիրեք, ու տենց էլ չասեց, որն է այդ աշխարհը։ Աշխարհը հենց այդ է, աշխարհի արժեքները, աշխարհի մտածելակերպը, այն ինչը մեծարում է աշխարհը, իդեմ ի հակառակ Աստծո։ Սիրել Աստծուն նշանակում է սիրել իր սկզբունքները, իր ճանապարհը, իր ճշմարտությունը։ Դա համարով ուզում եմ հետևից գա, ինչ պիտի անի, իր խաչը։ Հիսուսը չասեց մի սիրեք աշխարհը, ասեց ով ուզում է գա իմ հետևից, թող իր խաչը վերցնի ու գա իմ հետևից։ Իր հետևելու մեջ է, որ մենք մերժում ենք աշխարհը, իրան նմանվելու մեջ է, որ մենք մերժում ենք ինչ է աշխարհը, անաստված աշխարհը, ոչ թե աշխարհը լավ բաներ էլ ունի։ Ի վերջո Աստված սիրեց աշխարհը, չէ՞, մինչև իր միածին որդուն տվեց։ Հիսուսի մի պատմած պատմությունը, միշտ մեկ Աղքատ Ղազարոսի պատմությունը։ Աբրահամի գոքը ամեն հրեայի համար ամենամեծ, ամենաբարձր տեղն էր։ Աբրահամը իրանց հայրն էր, նախահայրն էր։ Ու Աբրահամի գոքում ոչ թե հարուստն էր, որ ամեն օր ծիրանի էր հագնում, բոլոր իրան երանի էին տալիս, ամեն օր կերուխում մեջ էր։ Աբրահամի գոքում այն Ղազարոսն էր, ով իր դռների մոտ էր դրված, ու ինքը ողորմություն չէր անում իրան։ Հիվանդությամբ, ցավերով լիքը անձնավորություն։ Ու մեկ է պարզվեց այդ մարդը, որին ոչ ոք բանի տեղ չէր դնում, հանգարց հայտնվեց ամենակարևոր տեղում, ամենացանկալի տեղում, ամենաբարձր տեղում։ Կարծում եք Հիսուսը սուտ էր ասում։ Դա ինչ որ թևավոր խոսքեր էր ներկայացնում։ Հիսուսը ներկայացնում էր իրականությունը։ Հիսուսի ոչ մի խոսքը անիրական չի եղել։ Հիսուսը ներկայացնում է Աստծո իրականությունը։ Ես չգիտեմ ովքեր կլինեն Հիսուսի աջ եւ ձախ կողմերը, բայց ասեմ իրանք զարմանալի կլինեն բոլորիս համար։ Մարդիկ ում վրա ամենաշատ ու ամենամեծ Աստծո շնորհքը կերևա։ Ովքեր համաձայն են այդ շնորհքին կասեն այո արժանի է գառնուկը առնելու ամեն ինչ։ Հովիվ լինել այտենց ցածր ոչ պատվի իրականություն էր։ Ու երբ որ Աստված իրան ասում է հովիվ, այդ ինքը իրան չի մեծարում։ Ինքը բերում է իրան կարծես ամենացածր տեղը, որտեվ մենք էլ դի սովորենք իրանից իր նման լինելու։ Հով լինել նշանակում է լինել դրսում, ցրտուն, տապին, անձրևին, ամենաշատ ու ամենաերկար դրսի, այդպես ասած, աշխատանք ունեցող կամ իրականացնող գործունեություն անձնավորությունները, դրանք հովիվներն էին։ Այս պատճառով Հիսուսից առաջ պատրաստող մարգարեական հոգին կոչում օծությունը, դա կոչվեց ձայն, որ կանչում է որտեղ անապատում։ Այնտեղ որտեղ հովիվներն են ծառայում, այնտեղ որտեղ հովության տեղն էր, այնտեղ որ իրանք ամենաշատն էին, ոչ թե պալատներում, ոչ թե, չգիտեմ, քաղաքի կենտրոններում, այլ այնտեղ անապատներում, որտեղ հովիվները այնտեղ էին։ Ու Աստված այնտեղ է։ Ձայն, որ կանչում անապատում, Աստված այնտեղ է, ոչ թե Երուսաղեմի կենտրոնում էր, ոչ թե տաճարում էր, այլ այնտեղ էր, անապատում, այնտեղ մարդկանցից անարգված, մարդկանցից մերժված, մարդկանցից առհամարված, այնտեղ էր Աստված։ Մենք սիրում ենք վայելենք Աստծուն այստեղ, հալելույա, գալիս ենք իրար հետ, Նարեկը հրաշալի փառաբանություն անում, Ռոբը լավ աղոթում է, մենք վայելում ենք Տիրոջը, բայց Տերը այստեղ չի։ Հովիվը այնտեղ է, որտեղ իր կարիքը կա, այնտեղ որտեղ կորածներն են, կիսամերներն են, որբերը, աղքատները, լքվածները, միայնակները, նրանցում այս աշխարհը մերժել է, նրանցում Աստված իրան կանչել է, որպես իրանց հովիվ լինելու։ Հովիվները նրանք են, ովքեր հոգում են այլոց կարիքները։ Ու այդ այլոցը հենց այդ դրսի, այդ հենց մերժված, հեռու, հետաքրքիր է, որ Հիսուսի հանդիպումների մեծ մասը, այդ անգլերեն encounter-ն ասում, իր հաղորդակցությունների մեծ մասը նման մարդիկ էին։ Հիվանդներ, բորոտներ, մերժվածներ,
քարկոծման պատրաստված կանայք եւ այլն։ Հյուսի հիմնական հանդիպումը իրանց հետ էր, որտեղ եկել էր Եհովա Ռոհին, եկել էր Եհովա Հովիվը, եկել Աստվածով Հովիվը։ Բայց մենք մոռացել ենք, մենք որտեղ հովությունը էլիտարություն ենք դարձրել, մենք հարմարավետության ենք ձգտում, մենք ապահովության ենք ձգտում։ Աստված հակառակը գնում այնտեղ, որտեղ նրա կարիքը կա։ Ու երբ որ Հիսուսը ոմանց ասեց դուք իմ ոչխարներից չեք, չէ՞, որտեղ այդ Երուսաղեմի հրեաներն էին, որոնք ամեն կերպ հավաք, ոնց որ Հիսուսին իրանցով էին ուզում միշտ անեին։ Հիսուսը հակառակը մերժում էր։ Դա բան կա, չէ՞, մերպես մեր համար դարձնելը։ Աստծուն հնարավոր չի մերպես մեր համար դարձնելը։ Ինքն է մեզ դարձնում իրապես իր համար, բայց մենք իրան հնարավոր չի դարձնենք։ Այնքան լավ է, որ ինքը մեր հովիվն է։ Որովհետև ինքը հովիվն է, ինքն է մտածում ջուրը որտեղ է, հարոտավայրը որտեղ է, այդ հանդարտ ջրերը որտեղ են, չէ՞։ Սա նշանակում է, որ ես ու դու չպետք է լարվենք մեր կյանքի, մեր հոգևոր ընթացքի, հովիվը հոգ է տանում։ Ու երբ որ ես լսում եմ քարոզներ կամ ինչ-որ տենց մտքեր, որ մեզ հակառակը տենց վախացնում են, սարսափի պարալիզացիայի մեջ են դնում, մենք պետք է մի բան սովորենք։ Եթե որևէ խոսք, որևէ քարոզ, որևէ միտք ինձ չի մոտեցնում Հիսուսին, ինձ կախման մեջ չի գցում իրանից, ինձ չի բացում իր մեծությունը եւ իր մեջ իմ ապահովությունը, Աստծուց չի։ Կարաք ջնջեք, unfollow անեք, չգիտեմ, մերժեք։ Եվ հակառակը խոսք, քարոզ, հայտություն, որը բացում է Հիսուսը մեր համար, ու քեզ ստիպում է նվիրվես իրան, սիրես իրան, վստահես իրան, ապահով զգաս իր մեջ։ Աստծո հոգուց խոսք է մեր համար։ Եհովա Ռոհին, Եհովա մեր հովիվը։ Հիսուսը որ կանչեց ես եմ բարի հովիվը։ Ու Հիսուսը խոսում է որոշյալ հոդով, ոչ թե բարի հովիվ, այլ բարի հովիվը, ինչի որտեվ 5 կտակարանում խոստացվել էր Դավիթի ցեղից եղող հովիվը, որ պետքա հովեր, պաշտպաներ Աստծո ժողովրդին, որտեվ հովի ֆունկցիաներից մեկը նաև պաշտպանությունն է, վայրի կենդաններից, գողերից եւ նաեւ հոտին միասին պահելով, դասիրակելով, խրատելով, հետաքրիր է, որ 4-րդ խոսքը Սաղմոսի ասում է նույնիսկ մահվանցների ձորով անցնելուց չարից չեմ վախենա, որտեւ նախ դու ինձ հետ ես, ոչ թե ես շատ քաջ եմ, ոչ թե չարը շատ փոքր է, այլ որտեվ դու ինձ հետ ես, կապ չունի ինչով եմ անցնում, ինչ ստվերներ են երևում այդ ձորում, այս ստվերը խոսում է չէ ինչ որ իրականությունների մասին, կապ չունի, որտեվ դու ինձ հետ ես եւ երկու բան, քո ցուպն ու գավազանը ինձ մխիթարում են կամ պաշտպանում են։ Դավիթը երկու բան ասում, ցուպ եւ գավազան։ Իրականում այն ժամանակ հովիվները երկու գործիք ունեին, տենց ասած։ Նույն տեսնում ենք Եզեկիել 37-ում, Զաքարիա 11-ում եւ պատմական վկայությունները խոսում են հովիվները երկու գավազաններ ունեին, մեկը ցուպ կամ մեկը գավազան, տես տարբեր անուններով ասենք, մեկը ոչխարների համար էր, մյուսը գայլերի համար էր։ Որ այն ինչ որ ոչխարների համար էր, բարակ էր, ճկուն էր, հա, դրանք ավելի են որ մի քիչ աճ գնա ոչխար, դες մի տենց այդ փոսատեղ դե մտնայի, աճարա։ Եվ այդ ասենք ցուպ ասենք դրան, հա։ Եվ այդ ցուպի ծերը կեռիկ էր, ճյուղի են հիմքն էին կտրել էին, ինքը կեռաձև էր։ Հետ էր որ ոչխարը շատ էր հեռու գնում, հովը ոտքից գցում էր։ Հեռու մի գնա, արի հոտի մոտ։ Մեզ մեկ-մեկնից է թվում, որ մեր հովիվը բարձի թողի թողել է մեզ։ Մենք ոնց ստացվի ապրում ենք։ Այդպես չի։ Այն հովիվը, որ իմ ու քո համար այրուն է ապել, իր կյանքն է դրել, տենց հեշտ չի կորցնում քեզ։ Ուր էլ գնում ես, ինչ էլ կատարվում է, բոլորը այդ գավազանի տիրույթի տակ է, իր ցուպի։ Մյուսը գայլերի համար էր, կամ գողերի, այն ավելի ծանր էր, հաստ էր, այն նրա տված էր, տենց ասած։ Նա երբեք չէր օգտագործում գառների վրա եւ գառներն իմաստ չուներ գայլերի դեմ։
Աստված գիտի ինչպես վարվի մեր հետ, հա, եւ իր ողջ ջանքը ի վերջո մեզ խրատելու, մեզ ապահովելու, մեզ իրեն ժողովուրդ դարձնելու, մինչև հովապետը նորից կգա, ու մեզ նորից քաղաքի ու մենք կլինի մի հոտ եւ մի հովիվ։ Փառք Իրան։ Հովը առաջնորդում է հոտին։ Հովանու 14 Հիսուս ասեց, բարի հովը դուրս է գալիս եւ գնում է իր ոչխարների առաջից եւ ոչխարները լսում են իր ձայնը։ Ինչի, որտեղ ինքը գնում անտեղ, որտեղ իր ոչխարների ապահովությունն է, որտեղ պաշտպանությունն է, որտեղ ծառայությունն է։ Ու սա բանալին է գնալ առաջից, առաջնորդել։ Ու մենք կանչվել ենք ոչ թե զուտ հավատալու Հիսուսին, այլ հետևելու Հիսուսին։ Մենք զուտ հավատացողները չենք։ Սատանան հավատում որ Հիսուսը կա։ Մեզից լավ գիտի ով է ինքը, որտեղ է ինչ անում։ Մենք կանչվել ենք հետևելու իրան։ Մեր հովը շարժվում է ու մեզ էլ շարժում է, հա։ Մեր աշակերտության կարևոր գործոնը իրականում հետևորդն է։ Որ քեզ ասում են դու ես հավատում Հիսուսին, ես ասում չէ, ես հետևում եմ Հիսուսին։ Օ, ինչ է դա նշանակում։ Օ, շատ բաներ է նշանակում։ Նշանակում է հասկանում եմ իր կամքը, փնտրում եմ իր կամքը, կատարում եմ այդ կամքը։ Ու իր կամքի մեջ է իմ ապահովությունը։ Իմ հովիվն է, իմ պաշտպանը։ Ամեն։ Եհովա Ռոհի։ Իզուր չինք իրան հովիվ կոչել։ Մի հատ այնց պատմություն կա, ասում են ավիա վթար ալնում եւ մի քանի հոգի հայտնվում են անմարդաբնակղզում, բոլորը խառնում են, վազում են, սոս են նկարում ավազի վրա, չգիտեմ ինչ են անում, մեկը հանգիստ իր համար պարկած է, այդպես բան տեղ չի դնում։ Ասել վեր կաց չես մտանի կրակ վառենք, հեսա կփնտրեն գտնեն մեզ, կրակ վառենք, որ տեսնեն որտեղ ենք, սոս գրենք ավազի վրա, մի բան անենք, որ մեզ նկատեն։ Այս մարդը ասում է ես ամեն ամիս 100,000 10-րդ էի տալիս։ Ասում են ինչ կապ ունի 10-րդը, շուտ արա, մի բան արա օգնենք։ Չէ, ասում ես ամեն ամիս 100,000 10-րդ էի տալիս։ Ասես մարդը երևի խելքը գցել է, շոկի մեջ է։ Ընկերս ասում են, այստեղ ոչ փող կա, ոչ բանկ կա, ոչ 10-րդ կա, ոչ եկեղեցի կա, այստեղ մենք ենք ու հեսա կմեռնենք, եթե մի բան չանենք։ Այս մարդը ասում է, ես ամեն ամիս 100,000 10-րդ էի տալիս։ Իմ հովը կգտնի ինձ։ Մեր հովը կգտնի մեզ ամեն տեղ։ Ոչ թե որ 10-րդ ենք տվել, այլ որտեղ իր կյանքն է տվել մեր համար։ Եհովա Ռոհի։ Եվ որ դու աղոթում ես Հիսուսին, դու աղոթում ես նրան, որ ասել է քո հովիվն է։ Եվ որ դու կանչում ես իր անունը, կանչում ես քո հովի անունը։ Նայեք, հովիվն էլ ցածր էր։ Հիսուսը գնաց ամենացածր լինելու։ Մարդու կերպարանք առնելով, ծառայի պես լինելով, հնազանդ եղավ մահվան եւ այն էլ խաչի մահվան։ Այն ինչ որ հնարավոր էր ամենացածր լինելու, Աստված իջավ այնտեղ, որպեսզի մեր հովիվը լինի։ Էլ ինչ կարող է ինքը խնայել մեզանից։ Ու երբ որ ես աղոթում եմ Հիսուսին, աղոթում եմ հովին, ինձ հոգ տանողին, իմ պաշտպանողին, ինձ գերակրողին։ Նա ում մեջ է իմ ողջ ապահովությունն ու ամեն ինչը։ Ինձ երբ որ օրինակ ես շնորհավորանք եմ գրում, ծննդյան կամ եւ այլն, ասեմ Աստծո լավագույնն եմ մաղթում քեզ։ Եթե նկատել եք, ես դες գրել եմ որովե շնորհավորանք, այդպես է հնչում։ Մաղթում եմ քեզ Աստծո լավագույնը։ Գիտեք որն Աստծո լավագույնը Հիսուսն է։ Չունի Աստված ավելին, ես էլ ձեզ ավելին չեմ մաղթում, չեմ էլ կարող, ոչ էլ պակաս։ Եվ վերջինը։ Վերջինը չէ, մենք լելիք խոսենք Աստծո անուններից։ Աստված իմ արդարությունը կամ Եհովա Ցիդկենը։ Երեմիա 23 գլխում ենք կարդում։ Էլի հովության հետ այդտակի ձևի կապված։ Ահարորեր են գալիս, ասում է Տերը կամ Յահվեն, երբ Դավթի համար արդարության շարավիղ կհանեմ կամ սերունդ կհանեմ, Դավիթը իրենց թագավորներ, հա, ում երթում էր տվել Աստված,
որ իր սերունդից պակաս չի լինելու թագավորը եւ ի վերջո Աստծո թագավորությունը լինելու է Դավթի թագավորությունը։ Եվ կթագավորի որպես թագավոր եւ կվարվի իմաստությամբ եւ իրավունք եւ արդարություն կգործի երկրում։ Նրա օրերին Հուդան, որ Իսրայելի մի մասն էր, կազատվի եւ Իսրայելը ապահով կբնակվի եւ սա է այն անունը, որով նա պիտի կոչվի։ Նայեք, ասում եմ, ես հով եմ հանելու, չէ՞, ձեզ հով եմ տալու թագավոր Դավթի սերունդից, Մարթա սա, չէ՞, Դավթի սերունդից ինքը Մարթա լինելու, բայց իր անունը այսպես է կոչվելու՝ Յահվե արդարությունը։ Հետաքրքիր է, որ ոչ թե որ ինքը ուղակի արդարություն անելու է, ինքը արդար է լինելու, ինքը մեր արդարությունն է լինելու, ասում է Երեմիան։ Նայեք, մինչև այս մարգարեությունը, Երեմիայի մարգարեությունը հնչել է Իսրայելի գերություն գնալու, բաբելոնացիների գալու եւ գերության տանելու ժամանակ, երբ որ Իսրայելը ձախողվեց Աստծո այդ ուխտը պահելուց, եւ որ օրենքը չէր պահվում, քահանայությունը չէր գործում, մարգարեությունը չէր գործում, թագավորությունը չէր գործում, բոլոր ձախողվել էին թագավորները առաջին հերթին, ու երբ որ պատմության մեջ նայում ենք, առողջ հոգևոր թագավորները հոգևոր Իսրայելն էին ապահովում, կռապաշտ թագավորները կռապաշտ Իսրայելն էին ապահովում։ Առաջնորդությունը կարևոր է, ժողովուրդ ջան։ Ով է եկեղեցու կամ համայնքի կամ երկրի առաջնորդը, որոշվել է ինչպիսին կլինի երկրի վիճակը, ինչպիսին կլինի եկեղեցու վիճակը, ինչպիսին է տղամարդը տանը, որտեղ տղամարդը տան առաջնորդն է, որոշում է ինչպիսին կլինի տան վիճակը։ Հնարավոր չի փոխել ոչ մի բան, որտեղ դա աստվածային կարգն է, այդպես լինելու է, դա սկզբունք է, դա օրենք է։ Հիմա Աստված խոստանում է նոր թագավոր, ում անունը Յահվե Ցիդկենու կլինի, որը նշանակում է Եհովան կամ Յահվեն արդարություն է։ Դա ոչ թե ուղղակի արդար կլինի, այլ մեր փոխարենն արդար կլինի, մեր համար արդար կլինի, որտեղ ոչ մեկս չենք ապահովելու Աստծուն իր արդարությունը, անկեղծ։ Ոչ մեկս։ Ինձնից սկսած։ Պողոսը լավ հասկանում էր սա, առաքյալ լինելով, ասում էր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ մեղավորներին փրկելու, որոնց գլուխը ես եմ, չէ՞, այսինքն ինչքան խորն է մեր իրական գիտակցումը, որ մենք ձախողված ենք իր արդարությունը ապահովելուց, այնքան ինքը իմ արդարությունն է կարևոր է իմ համար։ Որ ես գալիս եմ Աստծո առաջ, ես մի բան ունեմ մենակ, արժանիք։ Այդ արժանիքը Յահվե Ցիդկենն է, Հիսուսը, իմ արդարությունը։ Առաջի Կորինթացիս առաջի գլխում 30-31 խոսքերն է։ Պողոս առաքյալն ասում է Հիսուս Քրիստոսը, ում Աստված մեզ համար դարձրեց իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն, եւ ով որ պարծենում է, թող Տիրոջ մեջ պարծենա կամ Տիրոջմով պարծենա, որտեղ ինքն է իմ արդարությունը։ Ես ոչ թե արդար չեմ ձգտում արդարության, այլ իմ արդարությունը բավարար չի իրականում։ Ես մի արդարություն ունեմ, դա Հիսուսն է։ Երկրորդ Կորինթացիս 5:21-ը։ Նա ով մեղք չգիտեր, Աստված մեր համար մեղք դարձրեց, որպեսզի նրա միջոցով մենք Աստծո արդարությունը լինենք։ Նրա միջոցով։ Որտեղ նրանից դուրս չկա արդարություն, չկա հնարավորություն արդարության։ Ու երբ որ ես ու դու Աստծուն աղոթում ենք, իրավունք ունենք ստեղ նստելու Աստծո անունը կանչելու մի բանի շնորհիվ։ Ոչ թե որ մենք արդար ենք, այլ որտեղ մեր փոխարեն արդարություն ապահովել հոր առաջ։ Հենց հիմա էլ մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Այս հաղորդությունը դա դավանանքն է, որ Աստծո առաջ ոչ թե մենք ենք կանգնում, այլ կանգնում այս միսուարյուն ապահովողը։ Երկնքում միսուարյուն կա։ Մեկը կա, ով մեր համար ապահովում է արդարությունը։ Ու մենք հաղորդակից ենք իրան, որպեսզի իր արդարությունը լինի մերը։ Առանց դրա ինձ ու քեզ հույս չկա։ Ոչ իմ քո գործերը, ոչ մեր ծառայությունը, ոչ մեր նվիրումները, որևէ բան իրականում ոչինչ չի նշանակում Աստծո համար, բացի սրանից, բացի մեկից, ում դու ճանաչում ես որպես քո արդարությունը, Հիսուսի իմ արդարությունը։ Ու ինչի՞ է դա կարևոր նաև,
ոչ միայն Աստծո առաջ, մեկ-մեկ ու առաջ էլ։ Ոչ մեկս ոչ մեկից առավել չենք իրականում։ Հենց սրա շնորհիվ։ Մենք կարող է իրար առաջ բարձրանանք, մեկը, չգիտեմ, 10 տարի հավատքի մեջ է, մեկը 20 տարի հավատքի մեջ է, մեկը առաքյալ արդեն, մյուսը նոր եկել, բացարձակ կապ չունի։ Ոչ ոք թող ոչ մեկի հանդեպ առավելություն չունենա։ Մի առավելություն կա այս մարմին ու այս արյունը։ Ու մեզ մի բան ամենակ գին տալիս ու արժեք տալիս ու որոշում ենք ով ենք։ Այն անունը, որով ինքը կոչվում է Եհովա արդարությունը, Հիսուսի արդարությունը, որտեղ Հիսուսը նույն Եհովան է։ Ու երբ որ ես ու դու այսօր կբաժնեկցենք, կհաղորդակցվենք այս մարմին ու այս արյանը, որտեղ հացը ներկայացնում է իր մարմինը, գավաթը ներկայացնում է իր արյունը նոր ուխտի համար։ Հիշիր, որ սա քո հովվի Հիսուսի ներկայացումն է ու իր արդարությունն է։ Սա դավանանքն է, որ ինքը իմ ու քո հովիվն է։ Մենք իր ապահովության, իր պաշտպանության, իր առաջնորդության ներքո ենք, եւ որ ինքը իմ ու քո արդարությունն է կատարյալ հոր առաջ, Աստծո առաջ։ Եվ վերջո ամեն ինչ Աստծուց է, ամեն ինչ։ Ու ինչ լավ է, որ մենք այնտեղ մեկին ունենք, որը մեր հովիվն է, չէ՞, ու մեր արդարությունն է այնտեղ, փառք իրան։